Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարման որոշման նախագիծ, որով նախատեսվում է դպրոցների կառավարման համակարգում իրականացնել կառուցվածքային փոփոխություններ, հստակեցնել լիազոր մարմնի գործառույթները, ինչպես նաև փուլային կերպով կենտրոնացնել կառավարման լիազորությունները և ամբողջությամբ թվայնացնել տնօրենների ընտրության մրցութային գործընթացները։ Մանրամասները Օֆելիա Արսենյանի պատրաստած ռեպորտաժում։ Հայաստանում դպրոցների կառավարման համակարգը կանգնած է էական փոփոխությունների շեմին։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է վերանայել դպրոցների կառավարման և տնօրենների ընտրության կարգը, անցում կատարելով ավելի կենտրոնացված և ամբողջությամբ թվայնացված համակարգի։ Հանրակրթական դպրոցների նախարարության ենթակայության տակ անցումը բավական երկար ժամանակ արդեն երևի 2 տարի քննարկված եւ այդ քննարկումների արդյունքում կայացված որոշում է 2024 թվականի մարտից ավելի կոնկրետ սկսել են այս խոսակցությունները, վերլուծությունները եւ նպատակահարմարության վերաբերյալ ուղղությամբ աշխատանքները։ Երևի առաջին ու ամենակարևոր բանը, որի մասին արժի խոսել, այն է, որ մենք գտնվում ենք կրթական համակարգի շատ լուրջ բարեփոխումների շրջանում բոլոր իմաստներով, սկսած ենթակառուցվածքներից, վերջացրած կրթության բովանդակությամբ, գնահատման քաղաքականությամբ, տնօրենների ընտրությամբ, կառավարման մոտեցումների փոփոխությամբ եւ այլն։ Եվ այս ժամանակաշրջանում մեզ համար շատ կարևոր է, որ հանրապետության բոլոր դպրոցները լինեն միասնական կառավարման շրջանակում։ Նախագիծը վերաբերում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի որոշմանը և նախատեսում է լիազոր մարմին հասկացության վերանայում, այն փուլային կերպով վերագրելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի։ Մարզային դպրոցների անցումը նախատեսվում է 2026 թվականի սեպտեմբերի 1-ից, իսկ Երևանի դպրոցներինը 2027 թվականի սեպտեմբերի 1-ից։ Արձանագրենք այն իրողությունը, որ այսօր ունենք, առնվազն իրավական իմաստով, մինչև 2030 թվականը կրթության զարգացման պետական ծրագրով ամրագրված է, որ հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարումը աստիճանաբար պետք է անցնի տեղական ինքնակառավարման մարմինների թիմերին։ Սա օրենքի պահանջ է, զարգացման ծրագիրը օրենք է։ Միաժամանակ անցած տարի կրթության մասին օրենքով եւ հանրակրթության մասին օրենքով համապատասխան փոփոխություններ են իրականացվել եւ հանրակրթական ուսումնական հաստատությունները, դպրոցները անցնում են նախարարության ենթակայության։ Այս տարի սեպտեմբերից դա վերաբերում է մարզերում գործող դպրոցներին, մարզպետի աշխատակազմի ենթակայության դպրոցներին եւ մյուս տարվա սեպտեմբերին Երևանի քաղաքապետարանը։ Ինձ համար առնվազն, այսպես ասեմ, տարակուսելի է զուտ այն իմաստով, որ ես մինչև վերջ չեմ կարողանում հասկանալ, ինչպես է այս փուլը, քանի որ ձևավորվել է այնպիսի ընկալում, որ սա կարծես թե ժամանակավոր փուլ է, մինչև կառավարումը թիմերին հանձնելը, բայց ես այնուհանդերձ լավ չեմ պատկերացնում, ինչպես է այս փուլը ծառայում հենց այդ կարևոր նպատակին։ Բարեփոխման առանցքային ուղղություններից մեկը մրցույթային գործընթացների ամբողջական թվայնացումն է, սկսած փաստաթղթերի ներկայացումից մինչև արդյունքների հրապարակում։ Բոլոր գործընթացները տեղափոխվում են թվային հարթակներ, օրինակ, ուսուցչի թափուր տեղի դեպքում համակարգը ինքնաշխատ ձևով հայտարարում է մրցույթը, ինչը բացառում է ուշացումները կամ պայմանավորվածությունները։ Ուսուցչի մրցույթները ըստ էության դպրոցի լիազորությունների դաշտում են եւ դպրոցի տնօրենն է համապատասխան հանձնաժողով ձևավորում եւ կազմակերպում այդ գործընթացը, եթե մինչ այս մարզպետարանի աշխատակազմերի կրթության վարչությունների աշխատակիցները ընդգրկված էին լինում այդ հանձնաժողովներում եւ մասնակցություն ունենում էին, հիմա այդ մասնակցությունը չի լինելու է նախարարության համապատասխան մարզի համակարգողի կողմից մասնակցությունը։ Այս գործընթացը երևի հնարավոր չէր լինի իրականացնել, եթե մենք էլի բավական վաղուց սկսած չլինեինք թվայնացման շատ ընդգրկուն գործընթացներ, ինչը ուղղակիորեն կապվում է համակարգում թափանցիկության ապահովման հետ։ Ամենապարզ գործընթացները, ինչպես երեխաների փաստաթղթեր ներկայացնելը, երեխայի դպրոց հայտագրելը, դպրոցից դպրոց տեղափոխվելը,
ավարտական փաստաթղթի ձևավորումը հիմա ինտենսիվորեն ուսուցիչների մասնագիտական զարգացման հետ կապված գործընթացներն են թվայնացվում եւ թվային հարթակում երևում են ուսուցչի մրցույթների վերաբերյալ, այսինքն թափուր տեղերի վերաբերյալ հայտարարություններ արդեն թվայնացված են, երևում են տնօրենների վերաբերյալ թափուր տեղերի վերաբերյալ հայտարարությունները թվայնացված են, երևում են եւ սա շարունակական է, այսինքն այն բոլոր գործընթացները, որ իրականացվել են ու իրականացվում են բարեփոխումների տեսանկյունից, մենք այստեղ ստեղծում ենք համակարգեր ու հարթակներ, որոնք համընդհանուր հասանելիություն ունեն եւ ցանկացած մարդ, ցանկացած պահի կարող է այդ տեղեկատվության հետ կապված, չգիտեմ, օրինակ հասկանալ, որ դպրոցում քանի աշակերտ կա, քանի երեխա է հայտագրվել առաջին դասարան։ Նախագծով նախատեսվում է նաև վերանայել մասնագիտական հանձնաժողովների ձևավորման կարգը եւ ներդնել վերահսկողության նոր մեխանիզմներ, արտադրության եւ արհեստական բանականության կիրառման հնարավոր դեպքերի բացահայտման համար։ Կենտրոնացված կառավարման մեջ ոչ մի լավ բան անկեղծ ասած չեմ տեսնում։ Ընդունված է եւ դա կարծես թե համարվում է արդյունավետ քաղաքականություն, որ հատկապես քաղաքականություն մշակող մարմինը, տվյալ դեպքում նախարարությունը, կարևոր է, որ առավելապես հենց զբաղվի քաղաքականության մշակման աշխատանքներով։ Իսկ կառավարում, համակարգում մնացած գործառույթներ ըստ տվյալ երկրի տրամաբանության եւ արդյունավետության տեսանկյուններից այլ մարմինների կամ կառույցների հանձնված լինեն։ Փոխվում է նաև գործառութային բաշխումը, բովանդակային հարցերով դպրոցները ուղղակիորեն աշխատելու են նախարարության հետ, իսկ կազմակերպչական եւ վարչատնտեսական հարցերը շարունակելու են իրականացնել տարածքային կառույցների միջոցով։ Փոփոխությունները ենթադրում են նաև որոշ գործառույթների դուրսբերում մարզպետարանների եւ համայնքային մակարդակից, հստակեցնելով նախարարության եւ տարածքային կառույցների դերաբաշխումը։ Պայմանագրերի կնքման գործառույթները չեն իրականացնելու, ընդգրկված չեն լինելու ուսուցիչների ընտրության հետ կապված հարցերում, ընդհանուր առմամբ այս բովանդակությանը վերաբերող հարցադրումներին, այսինքն օրինակ հաստատությունների ձևավորված ուսումնական պլանները ուսումնասիրել եւ դրանց վերաբերյալ դիտարկումներ անել, այս գործընթացին չեն մասնակցելու եւ դրա փոխարեն անելու են նոր գործառույթներ, ոնց որ ավելի խորացված կամ ավելի մեծ ինտենսիվությամբ։ Մասնագետների գնահատմամբ նման փոփոխությունները կարող են առաջացնել նաև անցումային բարդություններ կապված համակարգի վերակազմավորման հետ։ Հերթական անգամ անորոշության մակարդակը ավելանալու է։ Վերջի տարիներին հատկապես կրթության ոլորտում, կարող եմ ենթադրել նաև այլ ոլորտներում, բայց կրթության ոլորտում հաստատ մենք, եթե չասեմ գրեթե ամեն օր, ապա շատ հաճախ տեսնում ենք գործող կարգերի կամ նույնիսկ նոր ընդունված կարգավորումների մեջ բավականին լուրջ կորդինալ փոփոխություններ։ Այլ կերպ ասած, եթե մի քիչ ավելի պարզ լեզվով ասեմ, խաղի կանոնները շատ հաճախ են փոխվում։ Հիմա սա հերթական այդպիսի մի իրավիճակ է, երբ տարիներ շարունակ ձևավորված, այո, միգուցե ոչ այնքան լավ աշխատող համակարգը փոխվում է մի այլ ձևի, որի արդյունավետության մասին այն իմաստով, թե դա ինչքանով է արդյունավետ, որտեղ է այդ արդյունավետությունը հաստատվել, չունենալով այդպիսի փաստային տվյալներ, մենք գնում ենք այս մեծ փոփոխության, միաժամանակ ունենալով այն նպատակը, որ 30 թվականին ընդառաջ պետք է սկսենք ուսումնական հաստատությունների կառավարումը հանձնել դիմերին։ Նախարարությունում սակայն վստահ են միասնական կառավարման մոդելը կբերի հավասար պայմանների ձևավորման եւ կրթության որակի բարձրացման։ Մենք ակնկալում ենք, որ միասնական մոտեցումը հանգեցնելու է նրան, որ մեր բոլոր բնակավայրերում գտնվող դպրոցները այդ միասնական մոտեցման արդյունքում եւ միանման ուղերձների եւ ազդեցությունների արդյունքում ավելի արդյունավետ եւ ավելի արդար պայմաններում են գործելու եւ չի լինելու իրավիճակ, որ չգիտեմ, օրինակ մոտ դպրոցները ավելի լավ վիճակում են, ավելի հեռու տեղակայվածները ավելի հազվադեպ են այդ դպրոցների մասին հիշում եւ հետեւաբար ավելի
հազվադեպ է այնտեղ ինչ-որ բան իրականացում, այսինքն մեր ամենամեծ ակնկալիքը այն է, որ բոլոր դպրոցների նկատմամբ միասնական ու արդար մոտեցում է լինելու։ Ակնկալիքը բոլոր դպրոցների նկատմամբ միասնական եւ արդար մոտեցման ձևավորումն է, ինչն ազդեցություն կունենա տնօրենների եւ ուսուցիչների ընտրության գործընթացների վրա եւ կհանգեցնի կրթության որակի բարելավման։ Միևնույն ժամանակ հնչում են նաեւ այլընտրանքային մոտեցումներ կապված ապակենտրոնացման անհրաժեշտության հետ։ Ակնկալելի խնդիրը, որ այս պահին առաջանալու է, դա անորոշության ծավալի կամ անորոշության ընդհանուր մթնոլորտի ավելացումն է լինելու։ Լավ թե վատ, այսօրվա գործող համակարգը, երբ օրինակ մարզային կտրվածքով մարզպետի աշխատակազմում կրթության հարցերով զբաղվող ստորաբաժանում կա կրթության վարչություններ, այս վարչությունները պատմականորեն եղել են այն միավորը, այն օղակը, որոնք ամենամոտն են եղել տարածքում, մարզում աշխատող դպրոցների համար։ Դրանց աշխատանքի հետ կապված խնդիրները արձանագրվել են տարբեր ձևի, բայց հիմա ստեղծվում է այնպիսի իրավիճակ, որ կարծես թե այս օղակը դուրս է գալիս, ու առնվազն համակարգման, բովանդակային եւ մնացած իմաստներով դուրս է գալիս։ Եվ այդ ամբողջը անցնում է նախարարությանը։ Մասնագետների պնդմամբ, եթե այս փուլը դիտարկվում է որպես միջանկյալ միջոց, ապա այն պետք է հնարավորինս կարճ լինի եւ շուտ սկսվի ապակենտրոնացման գործընթացը, զուգահեռաբար զարգացնելով տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունները եւ ուժեղացնելով դպրոցական խորհուրդների դերը։ Նախագիծը շարունակում է մնալ հանրային քննարկման փուլում, իսկ դրա ընդունման դեպքում դպրոցների կառավարման նոր մոդելի ներդրումը կիրականացվի փուլային եղանակով, առաջիկա տարիներին ձևավորելով կրթական համակարգի նոր կառավարման կառուցվածք։